Ընդամենը 6 նախադասությամբ է կառավարությունը ամփոփել Փաշինյանի օրակարգը Վաշինգտոնում։ Հայտնել, որ Փաշինյանը մասնակցել է Խաղաղության խորհրդի անրանիկ նիստին, կարճատև զրուցել նիստի մասնակիցների հետ ու որ Գազայի վերականգնումն է եղել նիստի թեման։ Կառավարության տարածած հաղորդագրությունում խոսք չկա այն մասին, որ Խաղաղության խորհուրդը պատրաստվում է մի քանի միլիարդ դոլար տրամադրել Գազայի վերականգնման համար։ Խաղաղապահների խումբ ուղարկել Գազա։ Հայաստանը Գազայի համար դրամահավաքին չի մասնակցում։ Ոչ էլ զինծառայողներ է Գազա գործուղելու։ Համենայն դեպս այդ ծրագրի մասին խոսելիս մեր երկրի անունը չի տվել Թրամփը։ Եվ ուրեմն ո՞րն է Հայաստանի դերը Խաղաղության խորհրդում։ Ձևավորված այդ կառույցը սկսվել է որպես առիթ էր ծառայել իհարկե Գազայի հետ կապված հարցերը լուծելու համար, բայց Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը նկատում է Գազան վերականգնելու անվան տակ Խաղաղության խորհուրդ ստեղծած Թրամփի իրական նպատակը ՄԱԿ-ին այլընտրանք ստեղծելն է։ Թրամփի վարչակազմին հակամարտություններ լուծողի համբավը պահելու համար ՄԱԿ-ի նման մի գործիք է պետք։ Խաղաղության խորհուրդը այդ գործիքն է ըստ քաղտեխնոլոգի։ Կառույց ստեղծելու համար պետք են երկրներ որոշակի, որոնք այնտեղ կամ ներդրումներ պետք է անել, իսկ մի երկրների մի խումբ էլ ուղղակի որպես գլխաքանակ պետք է այնտեղ Երևան։ Որ Թրամփի խորհրդում Հայաստանը ձայնի իրավունք չունի, Բադալյանի խոսքով ակնհայտ է։ Փաշինյանն անգամ բառ չի ասել նիստի ընթացքում։ Նա էլ Ալիևն էլ երևացել են միայն այն պահին, երբ Թրամփի հրահանգով ոտքի են կանգնել իբրև առհավատչա, որ Միացյալ Նահանգների նախագահին հաջողվում է հակամարտություններ կարգավորել։ Բնականաբար Հայաստանի նման երկիրը այդտեղ չի կարող որևէ վճռորոշ ձայնի իրավունք ստանալ եւ որևէ գործողություն անել, ուղղակի այնտեղ պետք է նստել ճանաչելով ԱՄՆ-ի գերիշխանությունն այս նոր աշխարհում, սա նույնպես ինչ որ մեսիջ է, որ Հայաստանը ճանաչում է, որտեղ երբ որ դու խորհրդի մեջ ես ընդգրկում, դու ճանաչում ես ԱՄՆ-ի գերիշխանությունը այս նոր աշխարհում եւ ընդհանրապես այնտեղ քվեարկող ձեռք ես ապահովում, ուրիշ ոչ մի բան դու չունես։ Քաղաքագետ Հակոբ Բադալյանին, Փաշինյանին ու Ալիևին ուղված ամերիկյան հաջողություններն ու շնորհակալությունները հայտնի անեկդոտն են հիշեցրել, երբ հանդիսատեսը համույթին երկրորդ անգամ ծափերով հրավիրում է բեմ, ինչպես ասում են նաբիս, երրորդ անգամ, չորրորդ, հինգերորդ, մինչև 6-րդին խումբը հասկանում է, որ իրենց պարզապես ծաղրում են։ Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի կարծիքով Խաղաղության խորհրդում ընդգրկվելով Հայաստանի արտաքին քաղաքականության փոփոխությունն է Փաշինյանը ամրապնդել ընդամենը։ Բայց խորհրդի մասնակցությունը նույնպես անցալվում է որպես նախկին ճամբարին, այսինքն ՀԱՏՄ, ՀԱՊԿ եւ այլն այդտեղից հեռացման եւս մեկ գործիք, եւս մեկ ուրեմն տարածք, որով որ ինքը հավատարմություն է ցույց տալիս իր արևմուտքին։ Այդ անդամությունը ոչ մի էական արդյունք չի ապահովելու Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի համար։ Այն բացառապես Փաշինյանի PR-ն է ապահովում խորհրդարանական ընտրություններից առաջ, ընդգծում է քաղտեխնոլոգը։ Բացարձակապես ոչ մի բան չի տալիս։ Բացառության վարչապետի, որը դա կարող է օգտագործել նախընտրական կամպանիայի ժամանակ զուտ PR նպատակներով։ Բադալյանը կասկածի տակ է առնում առհասարակ խորհրդի երկարակեցությունը։ Սպիտակ տնից Թրամփի հեռանալուց հետո միայն պարզ կդառնա, խորհուրդը Միացյալ Նահանգների հայեցակարգն է, թե պարզապես Թրամփի անվան կարճաժամկետ նախաձեռնություն։ Թերեզա Կադաևչյան, Նորայր Շարբաթյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։